Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, այսօր ծրագրում առաջարկում ենք դիտել։ Ալիևի օգնականի Դիլիջանյան այցը կապ ուներ ընտրությունների հետ, ընդունեց Փաշինյանը եւ դարձյալ սպառնաց ընդդիմադիր առաջնորդներին։ Գնալու եմ քրեա օլիգարխան ջարդ ու փշուր անելու ոտի տակ տալու ճանապարհը։ Ռոբերտ Քոչարյանը այլևս անձեռնմխելիություն չունի, գլխավոր դատախազությունը մեղադրանք կառաջադրի նախկին նախագահին։ Հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են։ Ուժեղ Հայաստանի падգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանն էլ ձերբակալվեց։ Կես տարուց ավելի Հայաստանից բացակայացներին զրկել քվեարկելու իրավունքից, առաջարկ իշխող կուսակցությունից։ Վերջին ընտրությունների հետ է պայմանավորված։ 13-ամյա աղջնակին փրկարարները դեռ որոնում են Փամբակի ջրերում։ Նրա փոքրիկ քրոջ մարմինը ջրասուզակը առավոտյան գտել էր։ Գետի հոսքը շատ ուժեղ է, աշխատելը շատ բարդ է։ Ամենամյա հայ-ամերիկյան զորավարժություններին միացել են նաև Հունաստանն ու Ֆրանսիան։ Նախորդարան տեղափոխվենք, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր անդրադարձավ Ադրբեջանի նախագահի օգնականի Դիլիջան այցին, նշելով, որ նման հանդիպումները ընտրություններից հետո անհրաժեշտ են տարածաշրջանային պատերազմի սպառնալիքի կառավարման համար։ Քարոզարշավի ընթացքում իր չընտրվելու դեպքում պատերազմ գժող Փաշինյանը այսօր փաստացի հայտարարեց, որ Հաջիևի այցը կապ ուներ ընտրությունների արդյունքների հետ։ Առհասարակ կոշտ հայտարարությունների պակաս այսօր խորհրդարանում չկար։ Փաշինյանը կրկին սպառնաց ընդդիմության առաջնորդներին, խոստացավ ջախջախել, իսկ ով իր հետ համաձայն չէ, փողոցի ճանապարհը ցույց տվեց։ Ընդդիմադիր խմբակցությունները իդեպ դարձյալ բոյկոտել էին նիստը, ինչը ևս արժանացավ վարչապետի կոշտ գնահատականին։ Վարչապետ Փաշինյանն Իլհամ Ալիևի օգնականի հայաստանյան այցը կապեց հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների հետ, պնդելով Դիլիջանում հունիսի 14-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Հիկմետ Հաջիևի հանդիպումը պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր։ Արտաքին աշխարհում կարող է հարց ցակել։ Մի րոպե Հայաստանի Հանրապետությունում 500,000 քաղաքացի կա, որ մտածում է, որ պետքա ծովի ծով Հայաստանը գնալ վերցնել կամ պետքա Ղարաբաղը հետ բերել կամ պետքա գնալ Ղարաբաղ կամ պետքա վերանայել խաղաղության համաձայնագիրը, եթե մենք հիմա չկառավարենք այս իրավիճակը եւ ընկալում ստեղծի, որ Հայաստանի Հանրապետությունում 500,000 մարդ կա, որ ասում է մենք պետք է Ղարաբաղի շարժումը շարունակենք, դա շատ լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակ Հայաստանում, բայց մենք հո գիտենք իրողությունը։ Մենք հո գիտենք, որ չկա այդպիսի մարդ։ Այլ ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի։ Եվ այո, ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել։ Ինչն էր անհրաժեշտությունը, որ այս նախընտրական շրջանում ընտրություններից 3 օր, 4 օր հետո կամ չգիտեմ քանի օր հետո, ասենք այդ ձևաչափով հանդիպում կազմակերպվի, որպեսզի մենք կառավարենք այդ սպառնալիքը։ Ես ասում եմ, այն մարդիկ, ովքեր ընտրակաշառք են վերցրել եւ քվեարկել են ըստ ընտրակաշառքի, այո, պատերազմի սպառնալիք են ստեղծել կոնկրետ։ Եվ Գրիգորյանի եւ Հաջիևի հանդիպումը այդ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր։ Չնայած Փաշինյանի պնդումներին, ընդդիմադիր հիմնական ուժերից ոչ մեկը չի խոսել Արցախը ետ բերելու, առավել եւս ծովից ծով Հայաստան ունենալու մասին։ Փաշինյանն այսօր շարունակ վստահեցնում էր, Հայաստանում չկա 500,000 մարդ, ով սատարում է ընդդիմությանը, դրանք ըստ նրա ընտրակաշառքով ստացած քվեներ են։ 500,000 մարդ ասում է, որ պետք է մենք Ղարաբաղի շարժումը շարունակենք։ Ոչ չի ասում։ Եվ մենք պետք է թույլ չտանք, որ դա հանկարծ տենց տպավորություն ստեղծվի, որովհետև եթե տենց տպավորություն ստեղծվի, այո, խաղաղությունը կփլուզվի եւ շատ արագ կփլուզվի։ Փաշինյանն այսօր այս հայտարարությունն արեց խորհրդարանի ամբիոնից, միաժամանակ սպառնալով ընդդիմության լիդերներին, մասնարարապես խորհրդարան անցած ուժերից ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանին, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ում ուժը դուրս մնաց խորհրդարանից 3 ընտրատեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելու արդյունքում։ Կրկին պնդելով, որ այս 3 ուժերը ընտրակաշառքով են ավելի քան 500,000 ձայն հավաքել, Փաշինյանը հորդորեց, ովքեր դեմ են իր այս մոտեցմանը, թող դուրս գան փողոց։ Իդեպ խորհրդարանական
ընդդիմությունը դարձյալ բոյկոտել էր վարչապետի մասնակցությամբ հարց ու պատասխանը։ Ռոբերտ Քոչարյան կալուգացի օլիգարխ եւ բելարուսամետ օլիգարխ։ Պետք է ջախջախվեն իրենց բնում։ Ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց հասցեական ջախջախելու եմ։ Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։ Ասում եմ, կալուգացի օլիգարխ Ռոբերտ Քոչարյան, այն մեկը բելարուսացի, ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ։ Ու իրանց շոշափուկների եւ մետաստազներին ջախջախելու եմ հասցեական բոլոր հնարավոր միջոցներով։ Ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց այս օրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք։ Այս process-ը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Խորհրդարանական ընտրություններից հետո ազգային ժողով կառավարությունն առաջին հարցոպատասխանին Փաշինյանը հիմնականում խոսում էր ընտրակաշառքից, պնդում էր, չի եղել, որ այդքան մեծ ծավալի ընտրակաշառք բաժանվի, բայց ժողովուրդը հաղթի։ Հիմա կամ նորից հեղափոխությունը նոր թափ հաստանում կամ հակահեղափոխությունը հաղթում է։ Այս է մեր ընտրությունը։ Պետք է արագ ռեակցիաներ լինեն, պետք է հեղափոխական ռեակցիաներ լինեն։ Եվ մենք գնալու ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ուղիղ նայում եմ ձեր աչքերի մեջ եւ ասում եմ, մենք գնալու ենք այս ճանապարհով։ Եթե համաձայն չեք այս ճանապարհի, դուրս եկեք փողոցներ, կանգնեցնեք մեզ։ Մենք ձեզ ենթակայինք միշտ, մենք ասել ենք, դուք ինչ որոշենք, մենք անող ենք։ Մենք գնալու ենք այս ճանապարհով։ Ես կոնկրետ անձնապես անում եմ, գնալու եմ քրեա օլիգարխան ջարդ ու փշուր անելու ոտի տակ տալու ճանապարհով։ Եթե համաձայն եք, զբաղվեք ձեր գործերով, մենք այդ ամեն ինչը կանենք։ Եթե համաձայն չեք, դուրս եկեք փողոց։ Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր ուժերի այն մեղադրանքներին, որ ընտրությունները կեղծվել են։ Շուրջ 5 ընդդիմադիր ուժեր պատրաստվում են ընտրությունների արդյունքները վիճարկել սահմանադրական դատարանում, պնդելով, որ իշխող ԿՊ-ն կիրառել է լայնածավալ վարչական ռեսուրս, ռեպրեսիվ մեթոդներ, իսկ 3 ընտրատեղամասերում էլ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելով միտումնավոր դուրս է թողել Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ին խորհրդարանից։ Փաշինյանը հարցրեց, եթե ընտրությունները կեղծվել են, ապա ուր է խորհրդարանական ընդդիմությունը, ինչու են նրանց աթոռները, այդ թվում հրապարակները, դատարկ։ Ընտրությունները կեղծվել են եւ հանրապետության հրապարակները դատարկ են։ Էդ ում ձայնն է կեղծվել։ Ում ձայնն է կեղծվել եւ ոնց տենց բան հնարավոր է։ Ում ձայնն է կեղծվել, որ հիմի տանը հազար ներողություն, ես խոսում եմ լիդերների մասին։ Ձեր հետևորդների ձայնը կեղծվել, դուք տանը վերընկած եք։ Քաբաբ եք ուտում։ Հա, ու բանը, ձայները կեղծված են հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվում։ Ում ձայնն է կեղծված, ասում եմ, դուս եկեք հրապարակներ, ում ձայնը կեղծված է։ Դուրս եկեք հրապարակներ։ Ասում եմ, ում ձայնը կեղծվել է, դուրս եկեք։ Ես կոչ եմ անում, դուրս եկեք հրապարակ։ Որտեվ հաջորդիվ դուրս են գալու հրապարակ նրանք, ում ձայնը իրոք կեղծվել է ձեր լրտեսական ցանցերի եւ ձեր ընտրակաշառքների միջոցով։ Եվ ես առաջնորդնելու եմ այդ մարդկանց։ Այդ ժամանակ դուք հեղափոխությունը կտենաք։ Մինչ Փաշինյանը խորհրդանում սպառնալիքներ էր տեղում, նույն այդ ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը անձեռնխելիությունից զրկեց ընդդիմադիր լիդերներից Ռոբերտ Քոչարյանին, կանաչ լույս վառելով գլխավոր դատախազության առջև, որ նախկին նախագահի նկատմամբ մեղադրանք առաջադրի։ Քոչարյանը միակը չէր, որն այսօր անձեռնխելիությունից զրկվեց։ Ուժեղ Հայաստանից պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից կարճ ժամանակ անց ձերբակալվեց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու եւ ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ թե մեղադրանք առաջադրելու, թե ազատությունից զրկելու միջնորդություններին։ Միջնորդությունները դատախազություններ ներկայացրել։ Հիշեցման կարգով առաջադրված մեղադրանքները վերաբերվում էին 2004-2009 թվականների դեպքերին, դուրս գալուց մտնելուց հարցնում ենք 300 այն ժամանակվա պաշտոնական դիրքի չարաշահում, հիմա արդեն բոլոր մեղադրանքներին գումարում են փողերը լվացում, ըստ էության հանձնաժողովը արձանագրեց մի բան,
որ ինքը չգիտի ինքը ինչ անում։ Երկու ընդդիմադիրների դեպքում էլ նրանց ներկայացուցիչները քաղաքական ենթատեքստ են տեսնում այս միջնորդությունների մեջ։ Ես դա փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ եւ բացառապես այլ դրդապատճառ չեմ տեսնում։ Մի հատ էլ ուղղակի հիշեցման կարգով հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են։ Որևէ մի տվյալ չի եղել, նման միջնորդություն տևական ժամանակ չէի հանդիպել։ Ինչպես Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նշեց, գործը վերաբերում է 2004 թվականին կառավարության կողմից հաստատված գործարքին, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր։ Որոշումը որևէ կերպ չի վիճարկվել եւ այդ գործարքի հետ պարոն Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, որ առաջ գնալով որպեսզի չդառնա ինչ-որ բան եմ անում, ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն։ Հետագայում արդեն, երբ որ արդեն եւ պարոն Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում եւ այլ օբյեկտիվ հանգամանքներ կան, Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է առել, բավականին մեծ գումար վճարելով, մեծի նկատի ունեմ այն գումարը, որը համարժեք է համապատասխան մասին, եւ ինչ որ ձևով հետագայում դա փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ։ Խոսքը վերաբերվում է մաստեր կլաս թենիսի տարածքի մասին։ Հողի օտարում չի եղել, վարձակալությամբ են հանձնել այդ հատվածը, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել, ընդ որում իր գումարներով այդ անձը կա, ռեալ է։ Ասեմ, որ համաձայնություն տալուց հետո կարճ ժամանակ անց ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվեց ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Այդ մասին Ազատությանը հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը եւ հադրվում է կամ սպասվում է, որ իրավապահները նաեւ դատարան կդիմեն նրան կալանավորելու միջնորդություններ կայացնելով։ Շուրջ 12-13 օր բացառապես ազատության մեջ գտնվող անձը, ում վերաբերյալ քրեական վարույթի գրեթե բոլոր տվյալները, արդեն կարող եմ դա էլ պնդել, հանրային հասանելիություն ունեին հենց հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակումը կատարելու միջոցով, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ պետք է բավարարել ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը, արդեն իհարկե դատարանը քննության առարկա կդարձնի այս հարցը։ Ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ միջնորդությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսօրից սկսած էր քննարկում։ Ընտրություններից առաջ եւ քվեարկության հաջորդ իսկ օրվանից վարչապետ Փաշինյանը սկսեց խոսել իր հիմնական մրցակիցներին բանտեր նետելու մասին, ինչպես նա է ձևակերպում եռագլուխ մաֆիային կործանելու, ծնկի բերելու մասին, պնդում է դա ժողովրդի պահանջն է։ Ընդդիմության առաջնորդներին Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին է Փաշինյանը պատերազմի եռագլուխ կուսակցություն անվանում։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ես հիշեցնեմ, որ մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով է մեղադրյալ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։ Իսկ դատախազության կամ հակակոռուպցիոն կոմիտեի փաստարկները մենք չենք կարող ներկայացնել, որովհետև այս պահի դրությամբ նրանք Քոչարյանի գործին եւ այս նոր մեղադրանքին, որն ուզում են առաջադրել, փաստացի չեն անդրադարձել, մանրամասներ չեն ներկայացրել։ Ուստի իրավապահների մեկնաբանությունը այս պահին չենք կարող ներկայացնել։ Փաշինյանի հետընտրական հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Նարեկ Կարապետյանի ելքը արգելվեց երկրից։ Իրավապահները Ծառուկյանին հարկեր թաքցնելու մեղադրանք առաջադրեցին, չնայած Ծառուկյանը եւս թեկնածու էր։ Դատախազությունը շրջանցել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու եւ համաձայնություն ստանալու կարգը։ Թե Նարեկ Կարապետյանի մասով ինչ գործ կա, հայտնի չէ։ Արամ Օրբելյանը պնդում էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները միաձայն են իրենց համաձայնությունը տվել։ Չնայած Փաշինյանը վստահեցնում է, որ իր իշխանությունը մաքուր ընտրություններ է անցկացրել, անկախ դիտորդ կազմակերպությունը այսօր դարձյալ պնդել է, որ 3 տեղամասերում արդյունքների անվավեր ճանաչումից հետո պետք է նշանակվեր վերաքվեարկություն ընտրողների իրավունքը վերականգնելու համար։ Դիտորդական առաքելության գնահատմամբ սրա չիրականացումը կարող է ապօրինի լինել եւ խաթարել հանրային վստահությունը։ Դիտորդները չեն բացառում, որ իրավական քայլերի կդիմեն։ Ես հիշեցնեմ նաեւ, որ հենց այս տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման հետևանքով Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը դուրս մնաց խորհրդարանից։
Ու մինչ ընդդիմությունը ընտրությունների արդյունքների շուրջ վեճերը փորձում է տեղափոխել բարձր դատարան, իշխանության ներսում այժմ այլ քննարկումներ են ընթանում, ինչ օրենսդրական փոփոխություններ անել, խստացնելու ընտրակաշարք տալու եւ ստանալու համար պատասխանատվությունը։ Նաև շրջանառության մեջ են դրել օրենսդրական մի նախագիծ, որով առաջարկում են ժամանակավորապես զրկել քվեարկության իրավունքից այն քաղաքացիներին, ովքեր վերջին 1 տարվա ընթացքում ավելի քան 6 ամիս բացակայել են Հայաստանից։ Մեր ցանկությունը այնա եւ քաղաքական ծրագիրը այնա, որ մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Դա շատ իրատեսական է։ Խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած քաղաքացիական պայմանագիրը մտադիր է արտերկրում գտնվող քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից։ Եթե նրանք ընտրությունների նախորդող տարում փաստացի առնվազն 183 օր չեն ապրել Հայաստանում։ Վերջին ընտրությունների հետ է պայմանավորված նշված փոփոխությունը եւ այսպես ասած լավ օրից չէ որ գնում ենք նման փոփոխության, որովհետեւ պատկերացում չունենք, որ կարող է նման հարցեր առաջանան։ Նախագծի համահեղինակ ՔՊԱ-ական Ալխազ Ղազարյանը չի թաքցնում առաջարկվող փոփոխությունն ուղիղ կապ ունի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ։ Թե հատկապես ինչով է պայմանավորված իշխող ուժի դժգոհությունը, որ հանգեցրել է արտերկրում ապրողների ընտրական իրավունքը սահմանափակելու որոշմանը, պատգամավորն այդպես էլ չի հստակեցնում։ Փոխարենը նա պնդում է, նախագիծը միտված է Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացու եւ պետության միջև կապի պահպանմանը։ Ընտրությունները հենց այն հիմնական կապն է քաղաքացու եւ պետության միջև, որով որ քաղաքացին կանոններ է սահմանում, իշխանություն է ընտրում եւ պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունում այդ իշխանության հետ աշխատել, ապրել եւ մշտապես բնակություն հաստատող քաղաքացին վերաբերելի է եւ հետեւաբար այնպիսի կարգավորում ենք բերել, որպեսզի կարողանա մշտական բնակվող քաղաքացին, իսկ մշտական բնակություն կարող է հաստատել այն քաղաքացին, համարվում է այն քաղաքացին, ով վերջին մի տարվա մեջ 183 օր ապրել է տվյալ բանում երկրում։ Նախագծին ծանոթացել, հիմնավորումները լսել, բայց դրանք բացարձակ համոզիչ չի համարում հրապարակախոս Գոռ Մադոյանը։ Նա որոշ ժամանակ Հայաստանից բացակայել է ուսման նպատակով, իսկ առաջիկայում չի բացառում նաև արտերկրից հեռավար աշխատելու հնարավորությունը։ Առաջարկվող սահմանափակումները չեն վերաբերելու միայն այն քաղաքացիներին, որոնք արտերկրում են գտնվում հանրային ծառայության կամ կրթություն ստանալու նպատակով։ Հեռավար աշխատանք եմ գտնում, որոշում եմ, որ 6 ամիս դրսից աշխատեմ ապրեմ։ Դրսում ապրեմ, Հայաստանում հարկերս վճարեմ, Հայաստանի հարկային ռեզիդենտ եմ, մանավանդ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը թույլ է տալիս, դու նույնիսկ եթե դրսում ես ապրում, ժամանակը կարևոր չի, դու դիմում ես Հայաստանի հարկային մարմիններին, որպեսզի քո կենսական շահերի կենտրոն ճանաչվի Հայաստանի Հանրապետությունում ու հարկեր վճարես Հայաստանի Հանրապետությունում։ Մադոյանի համար հասկանալի չէ, այս դեպքում ինքը ինչու պետք է զրկվի ընտրելու իրավունքից։ Նախագծի հեղինակները հիմնավորման մեջ նշել են, քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ։ Այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ առկա է իրական կապ անձի եւ պետության միջև։ Պարզ ասած, ՔՊԱ-ականները միայն Հայաստանի անձնագիր ունենալը բավարար չեն համարում ընտրությանը մասնակցելու համար։ Կարծում են պետության ապագան պետք է որոշեն նրանք, ովքեր ապրում են Հայաստանում։ Ծիծաղել են այնա, որ նախագիծը խոսում է բովանդակային կարևորության մասին, որ ֆորմալ է այդքան է կարևոր չի, կարևորը քաղաքացի պետություն կապն է, բայց իրենք հենց ֆորմալ սահմանափակում են մտցնում քաղաքացիների համար, որովհետև ֆիզիկապես Հայաստանում 183 օր, նույնիսկ ոչ իրար հետևից այլ գումարային գտնվելը նախորդ տարվա մեջ, դա էլ абսուրդ է։ Օրինակ ասենց բան ասեմ, կամ մարդը 4 տարի ապրել է Հայաստանի Հանրապետությունում, 4 տարի։ Վերջի մի տարվա մեջ 183 օր դրսում է ապրել։ Ուրեմն ինքը իրավունք չունի հաջորդ 5 տարվա համար իշխանություն ընտրի, երբ որ հաջորդ 5 տարին գալու է Հայաստանում ապրի։ Ալխազ Ղազարյանի խոսքով առաջիկայում նախագիծը կլրամշակվի, բայց ասում է 6 ամսյա ժամկետն ամենայն հավանականությամբ կպահպանվի։ Իսկ ինչու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո նման նախաձեռնությամբ հանդես եկան ՔՊԱ-ականները։ Հնարավոր է արտահերթ ընտրությունների են պատրաստվում, հատկապես որ իրենց ուզած սահմանադրական մեծամասնությունը չստացան։ Ոչ բնավ, նման մտադրություն չունենք, բայց նաև արտահերթ ընտրությունների մտադրություն ընդհանրապես չկա, բայց հետագայում որպեսզի նման իրավիճակներից խուսափենք, բայց որովհետև այս ընտրություններում արտահայտվեց այդ իրավիճակը, դուք ինքներդ էլ ականատես եք եղել նաև այն ամենահայտնի տեսագրությանը, որ ասում է այսօր եկել եմ ընտրեմ, երեկոյան պետք է գնամ, որովհետև կարող է խառնաշփոթ լինի ու
Այս մասին խոսակցությունը ոչ միայն դա է հիմք դարձել, բավականին երկար ժամանակ մեր Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիներից ստացել ենք ահազանգեր։ Գորմադոյանը օրենսդրական անգամ սահմանադրական փոփոխություններին դեմ չէ, ընդգծում է, խնդիրն այն է, թե առաջարկվող փոփոխությունների վերջին արդյունքում հեղինակներն ինչ են ստանալու։ Նույն օրինակը կարանք քննարկենք, քաղաքացու, որ ասում էր կարող է վիճակը խառնվի, դրա համար իրիկունը 7-ին գնալու ենք, ճիշտ է։ Հիմա ենթադրենք այդ նույն քաղաքացին վերջի մի տարվա մեջ 183 օր ապրել է Հայաստանում։ Ընտրել է ու ասում է դե ես հելա տնեցքով գնացի, կարող է իր վիճակը խառնվի, իրիկուն 7-ին գնալու։ Ինչ ենք անում, ինքը կարա ընտրի։ Նախընտրական փուլում ԿՊԱ-ականները հատկապես խոսում էին Ռուսաստանից ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների մասին, պնդելով, թե նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվել։ Իշխանական падգամավորը սակայն այդպես էլ որևէ թվով չներկայացրեց, թե այս տարվա մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանից քանի քաղաքացի է ժամանել Հայաստան եւ որքան է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ ԿՊ-ն մտադիր է այս փոփոխությունները շատ արագ ընդունել, մինչեւ նոր խորհրդարանի ձևավորումը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ 13-ամյա աղջնակին փրկարարները դեռ որոնում են Փամբակի ջրերում, նրա փոքրիկ քրոջ մարմինը ջրասուզակը առավոտյան գտել էր։ Գետի հոսքը շատ ուժեղ է, աշխատելը շատ բարդ է։ Ամենամյա հայ-ամերիկյան զորավարժություններին միացել են նաև Հունաստանն ու Ֆրանսիան։ Մոտ 3 օր տևած որոնումներից հետո Փամբակ գետում այսօր առավոտյան հայտնաբերվել է վանաձորցի քույրերից մեկի 7-ամյա Նարեի մարմինը։ Նարեն ու նրա 13-ամյա քույրը Նարինեն երկուշաբթի էին տնից դուրս եկել եւ տեղ չէին հասել։ Փամբակ գետում անհետանալուց 2 օր անց այսօր գտան վանաձորցի քույրերից մեկի 7-ամյա Նարեի մարմինը։ Նրա ավագ քրոջը 13-ամյա Նարինեին գտնելու փրկարարների ջանքերը դեռ արդյունք չեն տվել։ Պարոն Գաբրիելյան, շատ բարդ են աշխատանքները, արդյոք ինչքան է հավանական, որ երկրորդ քրոջը եւս կարող է գտնել։ Չեն կարող ասել այս պայմանությամբ։ Ինչ ավելացել աշխատանքները շարունակվում են։ Ռեսուրսները արդյոք ավելացվել են եւ ինչ է կանում նոր։ Նարեն ու Նարինեն փորձել էին քաղաքի հանդիպակաց թաղամաս հասնել Վարարած գետի վրայով, բայց դեռ խորհրդային տարիներից մնացած շինարարական խողովակը, որ թաղամասի բնակիչների համար հաճախ է ծառայել որպես կամուրջ, անհուսալի էր փոքրիկների համար։ Այսօր Նարեի մարմինը ծառերի արմատների ու քարերի արանքից հանած ջրասուզակ Վահե Մելքոնյանը պատմեց, ինչպես է ջրի տակ շոշափել ու հանկարծ դիպել երեխայի թաթիկին։ Երեխան ծառերի ու արմատների տակ էր, ընդհանրապես տեսանելիություն այստեղ զերո է, տեսանելիություն չունենք։ Գտել եմ շոշափելով, երեխայի թաթիկին կպնելով, շոշափելով եմ գտել։ Ծառերի ու Ինչպես միշտ շոշափելով եմ աշխատանքներս անում, այնպես չտենալով, երեխուն քաշեցի, ծառերի արմատների մեկ էլ կոտրված մեծ ծառ կար, մնաց գետի մեջ, հտրատակից քաշեցի, անեցի։ Այդտեղից մոտավորապես մի 500 մետր դեպի ներքև։ 500։ Հա, գտել եմ։ Բայց այդ տարածքում փնտրել եք ավագ քրոջը, ոչ մի արդյունք չի տվել։ Ոչ միայն այդ տարածքում անվերև ամներքև դեռ մանրամասն նայելով գարցենք։ Գետի հոսքը շատ ուժեղ է, աշխատելը շատ բարդ է։ Տարբեր աղբ ու ամեն ինչ էլ կա։ Պատկերացնում եմ ձեր հոգեվիճակը, ինչ Ցավալի է, փոքրիկ երեխա է։ 22 տարի հոգեվիճակով ապրում ենք, հարգելի։ Երկրորդ երեխային գտնելու համար այսօր էլ Վանաձորում աշխատում էին փրկարարական եւ ոստիկանական ծառայողներ, ջրասուզակներ, կամավորներ, անօթաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաեւ նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ 3 րոպեից մենք պատրաստվում ենք։ դուք կամավորներ եք, թե Մենք համալավերդու ազնագազմ ենք։ Եվ ինչքանով եք մասնակցել։ Մենք երեկվանից տեղ ենք ու փորձում ենք օգնենք ինչքան հնարավոր է բոլոր հնարավոր միջոցներով։ Այս պահին դրոնով սուզակներին ուղղություն ցույց տալով մենք խորանում ենք առաջ, զննելով այն տարածքները, որոնց մարդուն հասանելի չեն կամ ավելի բարդ հասանելի են։ Կամավոր եք։ Այո։
Այսօր նաև փրկարարների հոգեբանական ծառայություններ Վանաձորում։ Նրանք օգնություն էին ցուցաբերում ողբերգություն ապրող ընտանիքին, որտեղ մայրն ապրում էր իր 5 անչափահաս երեխաների հետ։ Նարեն ու Նարինեն փորձել էին գետն անցնել սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված կրթական կենտրոն հասնելու համար։ Երրորդ օրն է բաց է մնում հարցը, ինչու քույրերը ոչ թե մի քիչ վերև հետիոտնային անցումն էին ընտրել կրթական կենտրոն հասնելու համար, այլև Վարարած գետի վրայով անցնող խողովակը, որ նախորդ տարիներին տարբեր տարիքի մարդկանց մահվան պատճառ էր դարձել։ Մեզ հետ զրույցներում տարածքի բնակիչները բազմաթիվ դեպքեր էին հիշել։ Այստեղ այս խողովակը 3 տարեկանից մինչև հասուն տարիքի մարդկանց կյանք է խլել։ Անգամ նույն այս շենքի բակում, ուր բնակվում է հերթական ողբերգությունն ապրող այս բազմանդամ ընտանիքը, 6 տարեկան տղայի հիշատակին հուշաղբյուր կա։ Ոտոր մեկն է փրկվել, մեկը։ Երկու տղա երեխայից մեկն է փրկվել, մեկին չկա։ Այդ մեկ մի հատ էլ ուրիշ է փրկվել, այս կարինես որ կարեն որ հանեց։ Վանաձորի քաղաքապետարանից հայտնեցին, որ վաղն ի վերջո նախատեսում են ապամոնտաժել այս դժբախտություն բերող խողովակը։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանն Ազատությանն ասաց, պարզել են գետի վրայով անցնող խողովակը տեր չունի։ Խողովակը ջրվուղին չի պատկանում, այլ կառույցների գերատեսչությունների հետ փորձել ենք պարզել եւ որևէ առնչություն չունեն մյուս կառույցները եւ նախաձեռնել ենք ինքներս մեր ուժերով, այսինքն քաղաքապետարանի իր ուժերով վաղվա ընթացքում այսօր կսկսվի աշխատանքը, գուցե հենց առավոտը արդեն տեղափոխված լինի, որպեսզի նման դեպքեր այլևս չունենանք։ Ինչու նախորդ դժբախտ դեպքերից հետո տեղի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել այս չարաբաստիկ խողովակը հանելու ուղղությամբ։ Այսօր քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել, բայց գոնե առայժմ իրավապահներն այստեղ պաշտոնեական անփութություն կամ անգործություն չեն տեսել։ Քրեական հոդվածներն այդ մասով չեն։ Անգործության մասով չեք համարում, որ ամեն դեպքում այդտեղ կա անգործություն իշխանությունների։ Ճիշտ ասած չեմ կարող ասել նախկինում քաղաքապետարանը որքանով է տեղյակ եղել դրա գոյության մասին կամ ինչ որ քայլեր արվել են, գուցե քաղաքացիները դիմել են կամ ոչ, բայց անձամբ ես օրինակ գոյության մասին դրա չեմ իմացել։ Դեպքի մասով այս պահին արագ փորձել ենք արձագանքել եւ հնարավորինս շուտ լուծում տալ։ Իսկ ինչու ավելի վաղ չէին ապամոնտաժում այս խողովակը, քաղաքապետարանից ուղիղ պատասխան չունեն։ Քանի զինծառայող է զոհվել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Պատերազմից հետո ամենաշատ հնչած եւ շահարկված հարցերից մեկն է սա։ Նախընտրական բանավեճերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած թիվը եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալները 179 դեպքի տարբերության մասին են խոսում։ Պատերազմի զոհերի տվյալների հրապարակման եւ միասնական հարթակի բացակայության հարցը նախկինում էլ տարբեր քաղաքական եւ հասարակական շրջանակներում թեժ քննարկման առարկա է եղել։ Քանի զինծառայող է զոհվել 44-օրյա պատերազմի ընթացքում, 6 տարի շարունակ տարբեր թվեր չարչրկվեցին։ 44-օրյա պատերազմում զոհվել է 3755 զինծառայող։ Սա պաշտոնական արձանագրված թիվ է։ Սա նախընտրական մեծ բանավեճի ժամանակ էր Փաշինյանն այստեղ ի պատասխան ընդդիմադիրների մեղադրանքի, թե ինքը 5000 մարդու մահվան պատճառ է, թվեր հնչեցրեց։ Միայն 44-օրյայում զոհված զինծառայողների 3755 թիվը պիտի որ համընկնի զինծառայողների ապահովագրության հիմնադրամից զինապահից հատուցում ստացածների թվին։ Ուրեմն 44-օրյա պատերազմ երբ ասում ենք, նկատի ունենք սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում 3576 զոհվածներ։ Տարբերությունը 179 է։ Արդյոք այսքան զոհերի ընտանիքներ հատուցում չեն ստացել։ Զինապահի գործադիր տնօրենը բացառում է, եթե նույնիսկ որոշ ընտանիքների դեպքում փաստաթղթային խնդիրներ են եղել, իրենք աջակցել են, որ հարցն արագ լուծվի ու զոհ ունեցող ընտանիքը չզրկվի աջակցությունից։ Մենք գործ ունենք մի խավի հետ, որը ամենախոցելին է համարվում, նման դեպքեր չկան։ Կարինե Սարգսյանը ենթադրում է, գուցե վարչապետի ու նաև քննչական կոմիտեի հրապարակած 3755-ի մեջ նաև քաղաքացիական անձինք են ներառված, որ զոհվել են 44-օրյայում։ Նրանք զինապահի շահառու չեն։ Եթե մարդը գիտի, որ գումար է դրա համար ստանալու, այնուամենայնիվ կդիմեր եւ կստանար։ Այդ բոլոր թվերը շահարկումներ են։ Այդ կարող է այդ թվերի մեջ քաղանձինք են, մենք դրանց մասին լիազորված չենք որևէ պարզաբանում տալու։ Ոչ Փաշինյանը միայն զոհված զինծառայողների մասին
մասին էր խոսում, ինչու է հերթական անգամ խառնաշփոթ ստեղծվում պատերազմական զոհերի տվյալների շուրջ։ Տարիներ շարունակ, երբ ընդդիմադիրները ու այդ ժամանակ նրանց թվում 44-օրյա պատերազմում զոհված դիպուկահար Աբգար Նազարյանի հայրը, պատգամավոր Գեգամ Նազարյանը պնդում էին 44-օրյայի զոհերի տվյալները պիտի հրապարակվեն անուն ազգանուններով, մեկ միասնական հարթակում։ Փաշինյանն այդ ժամանակ պնդում էր այդ տվյալները հենց զինապահի հարթակում են, ոչինչ չեն թաքցնում։ Ճիշտ է, զոհվածների մեր նահատակների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել, դա զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, որը եւ անունները հրապարակվում է այնտեղ 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անուն նույնպես հրապարակվել է այնտեղ։ Ընդդիմադիր Հայաստան դաշինքից հեռացած Գեգամ Նազարյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ պնդում էր, ընդդիմադիր ուժերից մեկը խոստանում է ընտրություններում հաղթելու դեպքում հրապարակել զոհերի անունները, մոռանալով, որ դրանք արդեն հրապարակված են։ Այնտեղ չի կարող լինել ոչ ավելացված, ոչ պակասացված անուն։ Այնպես որ նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ մեր հերոսների անցած ուղուն, իմանալ նրանց անունները, եթե գուցե ինչ-որ մեկը թիվ է ուզում ճշտել, կարող եք մտնել զինապահ հիմնադրամ, հիշում ենք բաժին եւ հանգիստ ծանոթանալ մեր հերոսներին։ Նազարյանն ընդդիմադիրներին հորդորում էր չշահարկել զոհերին։ Զինապահի պաշտոնական կայքում հատուցվողներից առանձին հիշում ենք խորագրի ներքո լուսանկարներով ու կարճ տեղեկատվությամբ ներկայացված են 44-օրյայի զոհերը։ Սա Նազարյանի առաջարկով է ստեղծվել, բայց ամբողջական բոլորին ներառող ցանկ չէ սա, ինչպես պատգամավորն է պնդում։ Միայն այն, որ այստեղ ներառված չեն օրինակ մանկատան սաները, որ զոհվել են պատերազմում, բայց ընտանիքներ չունեն, որոնց կարող էր հատուցել հիմնադրամը, արդեն իսկ վկայում է ամբողջական չի այս ցանկը։ Այժմ էլ վարչապետի հրապարակած թվի ու զինապահի հատուցածների թվի տարբերությունը 179 զոհ։ Գեգամ Նազարյանին հարցրինք, դեռ ամբողջական է համարում այս հարթակը։ Ես կփորձեմ մեկ անգամ եւս ճշտել, բայց ենթադրաբար այստեղ այնա որ 3700-ի մեջ մտածան այն անհետ կորածները, որոնք զոհված են, բայց հարազատները ինչ պատճառներով չեն ընդունում նրանց զոհված լինելու փաստը։ Նույնականացված, բայց այդպես էլ անթաղ մնացած շուրջ 80 մարմիններ կան։ Այս զինվորների հարազատներն իրենց զավակին, եղբորը, ամուսնուն զոհված չեն համարում, սպասում են, բայց սա էլ ոչ մի կերպ չի հիմնավորում 44-օրյայի զոհերի թվի տարբերությունը, որը կրկնակիից մեծ է։ Իրավապաշտպաններն ի սկզբանե էին պնդում զինապահի հարթակը, որտեղ միայն հատուցվողներն են, չի կարող դառնալ զոհերի ամբողջական ցանկ, եւ քանի դեռ չկա դա, զոհվածների թվի վերաբերյալ շահարկումները կանգ չեն առնելու։ Հայաստանի նկատմամբ ռուսական առևտրային սահմանափակումների ֆոնին Եվրամիությունը պատրաստվում է հրատապ առևտրային աջակցություն տրամադրել Երևանին, հայկական ապրանքների համար եվրոպական շուկաների հասանելիությունը մեծացնելու նպատակով։ Financial Times-ի տեղեկություններով Բրյուսելը քննարկում է Հայաստանից արտահանվող սննդամթերքի եւ գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերի նվազեցումը։ Մինչ այդ Ռոսեր Խոձնաձորը պնդել է, թե հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքական, այլ որակի եւ անվտանգության հետ կապված խախտումներով։ Ռուսաստանը վերջին ամիսներին արգելքներ եւ սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունը փորձում է դեպի նոր շուկաներ ուղղորդել հայ տնտեսվարողներին։ Եվրամիությունը ավելի վաղ նաև 50 միլիոն եվրոյի աջակցություն էր խոստացել։ Այսօր Հայաստանում մեկնարկել է արդիվ գործընկեր հայ-ամերիկյան զորավարժությունը, որը կտևի մինչև հունիսի 25-ը։ Այս տարի արդիվ գործընկերը ընդլայնել է մասնակիցների շրջանակը եւ Հայաստանի խաղաղապահ բրիգադի Եվրոպայում եւ Աֆրիկայում Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի եւ Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից զատ վարժանքին մասնակցում է նաեւ Ֆրանսիայի եւ Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչները։ Ամենամյա զորավարժության նպատակը խաղաղապահ առաքելությունների կարողությունների զարգացումն է։
2 ամիս տևած շրջափակումից հետո իրանական հում նավթով բեռնված առաջին 3 լցանավերը կրկին դուրս են եկել Հորմուզի նեղուցով։ Մինչ աշխարհը սպասում է Միացյալ Նահանգներ Իրան շրջանակային համաձայնագրի պաշտոնական ստորագրմանը, միջազգային հանրությունը դրական է գնահատում գործընթացը։ Ֆրանսիայում ընթացող մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները պատմական հնարավորություն են սահամարում կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Սակայն տարածաշրջանում լարվածությունը դեռ պահպանվում է։ Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը վերջնական չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Ֆրանսիայում մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, եթե վերջնական գործարքն իրեն դուր չգա, ապա ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Դա փոխըմբռնման հուշագիր է, եւ եթե այն ինձ դուր չգա, մենք կվերադառնանք նրանց վրա կրակելուն։ Եթե նրանք լավ չպահեն իրենց, մենք կվերադառնանք նրանց գլխին ռումբեր նետելուն։ Թրամփը նաև վստահեցրել է, թե ԱՄՆ-ն ներդրումներ չի անելու Իրանի վերականգնման նպատակով, ոչ էլ Պարսից ծոցի երկրներին է խնդրել, թեև դեմ չի լինի, եթե նրանք որոշեն անել։ Մենք 10 ցենտ էլ չենք ներդնելու, մենք ներդրումներ չենք անում եւ ֆոնդ չունենք, ասել է նա։ Գլոբալ տնտեսությունը ցնցած պատերազմն ավարտելու մասին այս համաձայնությունը ողջունել են աշխարհի մի շարք երկրներ։ Մեծ յոթնյակի առաջնորդները եւս նշել են, որ սա առաջընթաց է եւ պատմական հնարավորություն թույլ չտալու Իրանին, որ միջուկային զենք ձեռք բերի։ Նրանք հայտարարել են, որ աջակցում են գործարքին եւ պատրաստ են նպաստել դրա իրականացմանը։ Հայտարարությունում ասվում է. Մենք ընդգծում ենք այս նպատակով բանակցությունների անհրաժեշտությունը տարածաշրջանում եւ դրանից դուրս Իրանի ներկայացրած սպառնալիքների հարցը լուծելու եւ ապահովելու, որ նրանք երբեք միջուկային զենք ձեռք չբերեն։ Մեծ յոթնյակի առաջնորդները նաեւ աջակցում են Հեզբոլայի զինաթափմանն ու Լիբանանում խաղաղության հաստատմանը։ Նաեւ կոչ են անում ապահովել Հորմուզով նավերի ազատ ու անվճար անցումը։ Նրանք նաեւ հայտարարել են, որ կբազմազանեցնեն էներգամատակարարման ուղիները Հորմուզի նեղուցից կախվածությունը նվազեցնելու համար։ Իսրայելը սակայն տարբեր պաշտոնյա շուրթերով հայտարարում է, որ իր սրտով չէ այս գործարքը։ Այսօր էլ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն է պնդել, թե ԱՄՆ-Իրան համաձայնագիրը շատ վատ է Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի երկրների համար։ Տեղական լրատվամիջոցներից մեկին Դենի Դանոնն ասել է, որ փորձելով հնարավորինս արագ ավարտել բանակցային գործընթացը, նախագահ Թրամփը Իրանին թույլ է տվել բարելավել իր դիրքերը, բայց մենք պետք է սպասենք, դեռ որոշում չկա։ Միայն բանակցությունները շարունակելու շրջանակ է, ասել է դեսպանը։ Ու մինչ Իսրայելը դժգոհում է երկար սպասված համաձայնությունից, ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումից 2 ամիս անց իրանական նավթով բեռնված առաջին 3 լցանավերն են դուրս եկել Հորմուզի նեղուցով։ Նավերի տեղաշարժին հետևող Tanker Trackers կայքը հայտնում է, որ դրանք ընդհանուր առմամբ մոտ 4 միլիոն բարել իրանական նավթ են տեղափոխում։ Իսկ այս ընթացքում Իսրայելի բանակը շարունակել է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլայի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։ Տյուրոս քաղաքում վիրավորներ կան։ Բանակը նաև պնդել է, որ Համաս եւ Պաղեստինի իսլամական ջիհադ կազմակերպությունների հրամանատարների է սպանել։ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլայի մարտիկները պատասխան հարվածներ են հասցրել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ չնայած Լիբանանում կրակոցները վերջին օրերին նվազել են, Իսրայելի ռազմական գործողությունները դեռ լուրջ խնդիրներ են ստեղծում բնակիչների համար։ Թեև Կիրակի օրվանից ի վեր բռնությունը նվազել է, հարավային Լիբանանում շարունակվում են միջադեպերի մասին լուրեր ստացվել, ինչն ուղիղ ազդեցություն ունի մարդկանց տեղաշարժվելու հնարավորության վրա։ Չպայթած զինամթերքի առկայությունը եւս շատ լուրջ մտահոգություն է բոլորի համար։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի բանակի կողմից զանգվածային հարկադիր տեղահանման հրամանները միջազգային իրավունքի համաձայն ռազմական հանցագործություն են համարվում։ Համայնքները բռնի կերպով արմատախիլանելու եւ լիբանանյան հողերի ամբողջական հատվածները քաղաքացիական անձանց համար արգելված գոտիներ սահմանելու փոխարեն իսրայելական ուժերը պետք է անհապաղ դուրս գան լիբանանյան տարածքից, ասել է կազմակերպության Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային հարցերով փոխտնօրեն Քրիստին Բեքերլեն։ Իրանն էլ սպառնացել է պատասխանել Իսրայելում Լիբանանի գործողություններին 3 Լիբանանում 4 մարդու կյանք խլած իսրայելական հարվածներից հետո Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը սպառնացել է։ Եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները, ապա կոշտ պատասխան կստանա։ Զինվորականները նաև հայտնել են, որ համաձայնագրի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Իսրայելն ավելի քան 80 անգամ խախտել է հրադադարը Լիբանանում։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով azatutun.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք, նախատեսել հաջողություն։